Սա ինչպես մեկ-մեկ հայերի մոտ ընդունված է ասել, աշխարհի մեծերը ուզում են Հայաստանը վերացնել։ Ոչ, աշխարհի մեծերը Հայաստանը չեն ուզում մեծացնել։ Աշխարհի մեծերին դա չի էլ հետաքրքրում։ Այստեղ մենք պետք է հասկանանք, որ թուրքական մոտեցումն է։ Իսկ թուրքերի հետ դու կարող ես միացնել նաև ռուսերին։ Ինչի համար։ Ոչ թե որովհետև ռուսերը ունեն նույն նպատակը, ինչ որ թուրքերը։ Թուրքերը ունեն հետևյալ նպատակը՝ հայերին ոչնչացնել, հայկական պետականությունը վերջնացնել։ Ռուսերը նույն նպատակը չունեն։ Ռուսը կուզենա հայկական պետականությունը օգտագործել իր շահերի համար, հայերին էլ օգտագործել իր շահերի համար, տալ հայերին արտոնություններ, որպեսզի Ղազանում եւ Շեմանում որտեղ հայերը առևտուր անեն եւ այլն, որպեսզի ռուսական կայսրությունը ավելի բարելավի, սա ռուսի մոտեցումն է։ Նրանք մեր նկատմամբ, այսպես ասած, այդ թշնամանքը չունեն։ Իսկ ինչու չունեն, որովհետև գիտեք ինչն է հետաքրքիրը, խոսում են հрьяաների ցեղասպանության մասին, չէ՞, եւ հայամատում են հայերի ցեղասպանության։ Մեծ տարբերություն կա։ Մենք ոչ թե ցեղասպանվել ենք, այլ թե մենք հայրենազրկվել ենք։ Գերմանիայում ապրող հрьяան չի հայրենազրկվել։ Նա ցեղասպանվել է։ Իսկ հայը բացի նրանից, որ ցեղասպանվել է, նաև հայրենազրկվել է։ Եվ այս հայրենազրկվելու պատճառը նա է, որ այդ նույն կետում, այդ մեկ քառակուսի մետրում հայն ու թուրքը միաժամանակ չեն կարող ապրել։ Սա բացառվում է։ Ոչ թե որովհետև մենք հայերս մեր հարևանների հետ չենք ուզում ապրենք եւ այլն, ոչ, դա սուտ է։ Մենք խաղաղասեր ժողովուրդ ենք։ Մենք այն ժողովուրդն ենք, որ եթե դու ինձ մի բան չարեցիր, ես քեզ չեմ պատասխանի։ Հենց որ մեզ ցավացնում են, մենք հակադարձում ենք։ Իսկ այսօր այնպես է, որ թուրքն է, որ չի ուզում մեր հետ ապրել։ Թուրքն է, որ նայում է մեզ փոխարինել այդ մեկ քառակուսի մետրի մեջ։ Այսօրվա իշխանությունները Նիկոլ Փաշինյանի ղեկավարությամբ փորձում են մեր ժողովրդին մոռացության տալ իրենց անցյալը եւ իրենց ունեցած ձեր ասած գենետիկական արդեն մտածը, որ թուրքը ուզում է մեզ ոչնչացնել։ Դա ստեղծում է վախ է ստեղծում, ճիշտ է։ Ասում են չէ, հանկարծ հակառակը պետք է ստեղծի երկիրը պաշտպանելու, ազգը պաշտպանելու ձգտում, ճիշտ է։ Գիտակցում։ Հիմա ապրում ենք այն этаպը, որտեղ մեզ ուզում են համոզեն, որ այս թուրքը նույն թուրքը չէ։ Այս թուրքը խաղաղության պայմանագիր է ուզում ստորագրել, չի ստորագրել դեռ։ Ուզում է ստորագրել խաղաղության պայմանագիր։ Միայն մի քանի խոչընդոտներ կան, օրինակ ինչպես Փաշազադեն ասեց, հայոց եկեղեցին խոչընդոտ է։ Ինչպես Էրդողանը ասեց, հայոց եկեղեցին խոչընդոտ է այդ խաղաղությանը։ Հիմա բերում են ժողովրդին ցալով են խափում, որ դու ժողովուրդ ջան, մենք եկել ենք խաղաղություն ենք ուզում բերենք, բայց որոշ ռևանշիստներ կան մեր մեջ, օրինակի համար ԱԺԲ-ն, որ ասում է ոչ պիտիս, եւ կա եկեղեցին, որը գնացել Շվեյցարիայում խոսում է գերիների մասին։ Այդ մեր գործն է, ասում է Նիկոլը, մենք կարանք խոսենք միայն գերիների մասին, եթե մենք չենք խոսում, ուրեմն մենք մի բան լավ գիտենք, որ չենք խոսում, դու ով ես Գարեգին B գնացել ես Շվեյցարիայում, գերիների մասին ես խոսում, եկեղեցիների մասին ես խոսում, եթե ես չեմ խոսում, դու իրավունք չունես խոսելու։ Դե համար Գարեգին B-ն ուզում է փոխել, հա, դուք այդպես եք։ Իհարկե, սա նորից այս ամեն ինչը կապված է ինքնության հետ։ Իմիջիայլոց մենք ասում ենք, որ աշխարհում մեկ ինքնության հարց կա, այո, այսօր աշխարհում մեկ ինքնության հարց կա։ Մենք տեսնում ենք, որ ռուսերեն մայակ, չէ, հայերեն ոնց է մայակը։ Դե փարուսն է, եթե դուք մայակը նկատում եք։ Ժամացույցի են հետ առաջ ճոճվում, այո։ Մենք հիմա տեսնում ենք, որ աշխարհը ճոճվում է դեպի Մայտնիկ եք ուզում ասեք, մայտնիկ, ռուսերեն։ Մայտնիկ, հա, ճոճվում է դեպի աչակողմյան, կրոնական, ավելի ճիշտ քրիստոնեական արժեքները վերականգնելու, ինչքանով դա ռեալ է կամ ինչքանով դա անկեղծ է, դա երկրորդական հարց է։ Ես ասում եմ, թե ինչ է կատարվում։ Գնում ենք դեպի աչակողմյան, կրոնական, քրիստոնեական արժեքների վերականգնում։ Հիմա այդ դրոշի տակ մենք տեսել ենք աշխարհի խաչակիրները ինչ արեցին
միջին ասեմ Երուսաղեմում, չէ՞, խաչակիրները այսպես ասած այդ բաներով, բարձր գաղափարներով Երուսաղեմը ազատելով գրազին ավազակություն արեցին։ Դա լինում է, բայց գաղափարը հիմա այդ եմ ուզում ասեմ, մենք չենք կարող ասել, որ սրանք էլ հիմա եկեղեցի աջ կողմն են գնում, հեսա ինկվիզիցիա է սկսվելու, կրոնական, քրիստոնեական կարող է սկսվի, բայց չենք կարող այս գլխից ասել, բայց մենք տեսնում ենք, որ կա այդ շարժումը, եւ այդ շարժումն է, որ ինքնության հարցն է առաջ բերում աշխարհով մեկ։ Իսկ մերը մի բան էլ ավել է, որտեղ մեր մոտ էլ ինքնությունը, որտեղ աշխարհը ինքը իրեն ինքնությունը վերագտնելու գործընթացի մեջ է, մենք բացի դրանից ունենք նաեւ արտաքին արեստական ազդեցություն մեր ինքնությունը աղավաղելու մեջ։ Սա է մեր տարբերությունը աշխարհի հետ։ Սփյուռքի դեմ պայքարը արդեն շուտվանից է սկսել իմիջայլոց, նոր չէ։ Սփյուռքի դեմ պայքարը շատ կոպիտ է հնչում, բայց փաստորեն մենք դրա մասին ենք խոսում։ Ես լսում եմ դա։ Լսում եք եւ ասում եք ինչպես է Սփյուռքի դեմ պայքարը։ Ուր եկանք հասանք, որ դրա մասին ենք խոսում հիմա։ Դժբախտաբար։ Եկեք ես հիշեցնեմ, որ Սփյուռքի դեմ պայքարը դեռ սովետական ժամանակ սովետական KGB-ն ոչ թե նայում էր պայքարեր Սփյուռքի դեմ, այլ թե փորձում էր Սփյուռքի բոլոր ղեկավար մարմիններում իր ագենտուրան տարածել, որպեսզի Սփյուռքին ղեկավարեր։ Հետևաբար սովետական միությունը թափանցեց դաշնակցության շարքերը, Միացյալ Նահանգներում, որտեղ ես գիտեք 40 տարի ապրել եմ, թափանցեց դաշնակցության շարքերը իր գործականների միջոցով, որպեսզի Սփյուռքին ղեկավարի։ Երբ Ղարաբաղ շարժումը սկսեց, դաշնակցությունը հրահանգ ստացավ, որ պետք չէ Ղարաբաղը պահանջենք։ Պատկերացնում եք, եւ Ամերիկայում դաշնակցությունը դեմ էր, որպեսզի Հայաստանը անկախանա, Ղարաբաղ միացվի եւ այլն։ Սա այդ ղեկավարման բան է։ Իսկ քանդելու process-ը սկսեց հենց Լևոն Տեր-Պետրոսյանից։ Այն ժամանակ, երբ որ Լևոն Տեր-Պետրոսյանը Սփյուռքին համարեց նարինջ ուտողներ եւ դրվեց Սփյուռքի վրա այն պիտակը կամ այն պարտականությունը, որ փողը տվեք, բայց ձեն չհանեք։ Դուք մեր գործերի մեջ չխառնվեք։ Սա ներքին պետականության գործ է։ Եթե ուզում եք խառնվեք, եկեք ստեղ ապրեք։ Դու հայ ես, լավ է, ու քո հայությունը փող տալով որոշի։ Չես կարող դու մասնակցես, այսպես ասած, գաղափարախոսության կամ ապագայի մասին խոսելու, թե ինչ կանեք, ինչպես կանեք։ Ու Սփյուռքին այն ժամանակվանից սա իհարկե բանի գործը չէ, Թուրքիայի գործը չէ, բայց Թուրքիային շատ ձեռնտու էր դա։ Թուրքիան միշտ է փորձել Սփյուռքին առանձնացնել, այս քանի Հայաստանը անկախ է, Թուրքիան միշտ հայտարարություններով բացահայտ, որ ասելով որ գիտեք մենք Հայաստանի հետ լեզու գտնենք, բայց այդտեղ Սփյուռքն է խանգարում։ Որովհետև մենք միշտ ասել ենք Հայաստանը ուժեղ է իր Սփյուռքով։ Նաև, որովհետև Սփյուռքը չէր թողում, եթե Հայաստանը պիտի դիվանագիտական մանևրաներով, ասենք թե մի կլոր սեղանին նստած ժամանակ Թուրքիի հետ դեմ դիմաց, կարող է ցեղասպանության հարցը առաջ չքաշեր, կամ ասել դրա մասին չենք խոսում, էջը մի հատ փագենք, գնանք առաջ, Սփյուռքը այդպես չէր անում։ Եվ այնտեղ որոշ չափով կար չխոսված համաձայնություն Սփյուռքի եւ իշխանության։ Ինչ փոխվեց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Այդ չխոսված համաձայնությունը կամ չպայմանավորված համաձայնությունը, որ կար, որ դուք Թուրքին Սփյուռք, դուք Թուրքիային ճնշում եք ցեղասպանությունով բանով, բայց մենք այստեղ կնստենք իրենց հետ սիլիբիլի կանենք, սա չխոսված համաձայնություն էր։ Սա խախտվեց Նիկոլ Փաշինյանի օրոք։ Եվ այսօր Նիկոլ Փաշինյանը իր Սինանյան է կարծեմ, չէ, երբ որ նախարարությունը փոխեցին Սինանյան փոխեցին ենթակա կառույցին վարչապետին, նրա նպատակը եւ նրա գործունեությունը, եւ սա ես չեմ միայն որ ասում եմ, նրա գործունեությունը ամբողջ Սփյուռքով մեկ Սփյուռքի ավանդական
կազմակերպություններին տարանջատել եւ պարակտում ստեղծելն է։ Սփյուռքը ի սկզբանե Սառը պատերազմի ժամանակ բաժանվել էր երկու մասի։ Սառը պատերազմի մասնակիցների, կողմնակիցների կողմերով։ Մեկը այսպես ստրամար որոշ տեղեր էշմիածնական եկեղեցին եւ անտելեսական եկեղեցին ներկայությունն են, որովհետեւ անտելեսական այսպես ասած արևմուտքն էր, էշմիածնականը սովետական միության ենթակա եկեղեցին էր։ Իհարկե անկախությունից հետո այդ բաները պետք չի լիներ, բայց իներցիայով շարունակվում էր։ Եվ հիմա ինչ են անում։ Հիմա բացի նրանից, որ արդեն 70 տարի է այս սփյուռքյան կազմակերպությունները լավ կամ վատ իրար հետ համագործակցում էին, լինի հայ բարեգործական միությունը, դաշնակցությունը, երկու եկեղեցիները, Անտիլիասը, Էշմիածինը համագործակցում էին, նույնիսկ ցեղասպանության հարցի շուրջ ոչ թե համագործակցում էին, այլ թե միասին էին աշխատում ամբողջովին եւ հաջողություններ էին ննում։ Հիմա Նիկոլ Փաշինյանի նպատակը այս կազմակերպությունների միջև պարակտում ստեղծելն է։ Դրա համար երբ որ Սինյանյանը գնում է որոնց է մի սփյուռքի երկիր քաղաք, այնտեղ նա փորձում է շրջանցել այս ավանդական կառույցները, հայ բարեգործական միությունը, դաշնակցությունը եւ այլն, ռամկավարներին, հնչակյաններին եւ փորձում են նրանց շրջանցել եւ նոր տեղափոխված Հայաստանից հայկական դեռ չստեղծված գաղութը ստեղծել մի նոր գաղութ հայաստանցիներով։ Այսինքն իմ ասածն է նոր սփյուռք ձևավորել։ Այո, հայաստանցիներով ստեղծված նոր գաղութ, որոնք աշխատում են հին սփյուռքի դեմ։ Ու այսպես պարակտում ստեղծելով Բաժանի եւ Տիրի Նիկոլ Փաշինյանի նպատակն է իմ կարծիքով ըստ Էրդողանի հրահանգի, որտեղ Էրդողանը համարում է, որ սփյուռքը եւ եկեղեցին համար առաջի թշնամիներն են հայ-թուրքական բարեկամության, դրա համար ես պետք է երկուսին չեզոքացնի, դե եկեղեցիի մասին արդեն խոսեցինք, սփյուռքի վերաբերյալ էլ իրենք ստեղ նաև իմ կարծիքով, բայց ես կարծում եմ, որ չեն հաջողվի, իրենք փորձելու են եկեղեցին Հայաստանյան Էշմիածին եկեղեցին սահմանափակեն այդ 28000 քառակուսի մետրով։ Դրանից դուրս սփյուռքին քանդելու համար, որտեղ սփյուռքին եկեղեցիներ միասնական պահում, սփյուռքին քանդելու համար պետք է աղանդավոր եկեղեցիներ ստեղծել։ Իսկ ի՞նչն է աղանդավոր եկեղեցին, այն հայ առաքելական եկեղեցին, որը չի ենթարկվում կաթողիկոսին եւ Էշմիածնին, նա աղանդի բարի իմաստով դառնում է աղանդավոր։ Հիմա եթե շատ ճնշեն Ռուսաստանի եւ Նախիջևանի առաջնորդը Գարեգինբիի եղբայրը ինչ էր անունը? Եզրաս։ Ներսես? Եզրասը կարող է վաղը եթե այստեղ Նիկոլ Փաշինյանին հաջողվի եկեղեցին պարակտել, Գարեգինբիին հրացնել, Եզրասը այնտեղ կասի, որ մենք էլ Էշմիածին չենք ենթարկվում, մենք առանձին թեմ ենք եւ կդառնա ինչպես որ Պոլիսն է կամ Երուսաղեմը։ Իրենք սիմվոլիկ Էշմիածինը կհամարեն որպես մայր աթոռ, բայց ռեալ գետնի վրա ոչ մի կապ չեն ունենա Էշմիածնի հետ։ Սա վտանգավոր զարգացում է եւ ես կարծում եմ հենց առաջի պարակտումը, որ լինելու է Հայաստանից դուրս, դա կարող է լինել հենց Ռուսաստանում։ Սա իմիջիայլոց Մոսկվային էլ է ձեռնտու, որովհետեւ այդ ձևով Մոսկվան ունենում է ուղղակի ազդեցություն, ճիշտ է, հիմա ասում են, որ Եզրասը KGB-ի բան է եւ այլն, որ հիմա էլ կա, այո, բայց պաշտոնապես Էշմիածնին է ենթարկվում։ Իսկ եթե դու հիմա այդ այլ վերցնես Մոսկվայի, Ռուսաստանի թեմից, այդ Ռուսաստանի թեմը ամբողջովին ենթակա է լինում Կրեմլին։